Երաս տեսա, Սայաթ նովեն մոտս եկավ սազը ձեռին, հրի նման բարման գինու ոսկե ջրաս թասը ձեռին, նստեց անուշ երկեր ասավ, ինքամանչի մասը ձեռին, ենպես ասավ, ասեսուներ երկնքի ալմասը ձեռին։ Ու են երկին, որոշ օր, ինչպես ուրի, ատկաս ու պաս, երածից մեջ կոզար մեկած, ինքն են բարման կապցը երաս, նազամ կարավ, Սայաթ նովի սիրտը լծես, միշտ ու մուրաս, կանգնեց, մնաց, ոսկե կարած, խասը ձեռին։ Նայեց Սայաթ նովեն, ամպի նման տխուր մնաց, ասավ չարենց, ես գոզավից սրտիս մեին մրմուր մնաց, սիրտս վարվեց, մոխիր դարձավ, ինքը գրակ ու ուր մնաց, դու էլ նրա գով կարա, որ գոսկե մազը ձեռում։ Այսպես ասաց Սայաթ նովեն ու վերկացավ որպես գիշեր գնաց, որից տխուր դու սիրտը հազար դուրազուսել, երազ նացավ ու մնացի պատկերքը ու մնաց դուսել, մեկ են ինքև սիրտը մնաց Սայաթ նովի սազը ձեռում։ Միայն արևելքի շքրբունությունը իր հմայքով և շռայլությամբ կարող է անդում պատկերվել այդպիսի իրականություններ, որոնցով հնարավորություն տան մարդկանց ականավոր դարձնել առնվազն 6 երջանիկ մարդու։ Մեկին իբրև կախարդիչ երգչի, մյուսին զարմանահրաշ նվագածու, երրորդին իբրև բանաստեղծ կոմպոզիտորի։ Իսկ մնացած երեքին այնպիսի բանաստեղծ, որը պատմություններիացնող, որի լեզվով արտասանելի սկիլներ են։ Հայ միջնադարանի հնարավորության վերություն առնչված ունի Սայաթ նովան, բացառիկ ուժի ու հմայքի տերել մի բանաստեղծ, որը ինչքան միջնադարին է, այնքան էլ նոր ժամանակներին է։ Սայաթ նովային հայացքները ուղղեցին և 20-րդ դարում, և այսօր նա շարունակում է հոգիներ միավորել, ջերմացնել մարդկային կյանքեր, դառնալ սիրահարի զգացմունքների թարգման և խոր փիլիսոփայական մտքերի թանալի։ Գիտեք, դժվար է գրել ուսումնասիրել հասարակություններ երբեմն մեծ համակարգություններ վայելող հեղինակներին ու դրանք մեկտեղ մի նոր բան ասել, մի նոր բան բացահայտել։ Այդ իսկ պատճառով մենք ցանկացանք ուսումնասիրել Սայաթ նովայի խոհափիլիսոփայության խորքը, որովհետև հեղինակներն առհասարակ կազմված են իրենց մտքերից, մտորումներից, մտածողներն ունենում են կյանքում որդեգրած կամ ի վերջո դրանք հանգած փիլիսոփայություն, որով կառուցում են իրենց դրական ժառանգությունը։ Մեր նպատակն այսօր այդ խորքեր հասնելն ու եզրակացություն անելն է, իսկ այդ ճանապարհին մենք ունենք բազում դժվարություններ, որոնցից առաջինն ու ամենագլխավոր դժվարությունը լեզվական պատնեշն է։ Չմոռանանք, որ Սայաթ նովայի հայրենը թիֆլիսահայ բարբառն է, իր յուրահատկություններով բառաբաշարային յուրօրինակ և հարուստ ֆոնդով։ Ուստի հետագա սովորողների աշխատանքն ավելի դեշտասնեբանաբար մեր կատարած նախագծային ուսումնասիրության արդյունքում վերջնական հիմքից ունենք փոքրիկ բառարան Սայաթ նովայի խաղերի բառաբաշարային անհամապատասխանությունները ներկայացնում։ Սայաթ նովան բանաստեղծական տողերում հաճախ է շեշտել իր ոչ ազնվական կամ մեծարուստ ընտանիքի զավակ լինելու փաստը, ընդհակառակը միշտ յուրահատուկ հպարտությամբ է շեշտել իր ժողովրդի ծոցից դուրս գալու, նրա մի մասնիկը լինելու, ռամիկ լինելու փաստը։ Թիֆլիսը Կովկասի հողերի անցքի առջև տարածված մեծ հնգույց է եղել հին ժամանակներից։ Նրա մեջ եկել, խառնվել, միացել են արևելքի զանազան ժողովուրդներ, իրենց բարբառներով, կրոններով, փիլիսոփայություններով ու աստղային ստեղծագործություններով։ Ստեղծել մի ինքնատիպ քաղաք, որով հիանում էր ողջ փոքր Ասիան ու մերձավորարևելք։ Եվ հեռավոր ժողովուրդները ամեն անգամ, երբ պատերազմով վեր էին կենում դեպի Կովկաս, Թիֆլիսն էին երազում և Թիֆլիսի գյոզարները։ Ավելի քան 100-ամյակ տարավելով թուրք փաշաների պարսից խաների լծի տակ, 18-րդ դարի 40-ական թվականներին Վրաստանը փոքր-ինչ շունչ քաշեց։ Վրացի ամրացված թագավորության երկու հիմնական մասերը միացան։ Թեյմուրազ երկրորդը թագավորեց Քավթիում, իսկ որդին Հերակլ երկրորդը Կախետում։ Ներկայացնենք մի փոքր հատված աշխարհային լեզարենի խաղից։ Աշխարհային լեզարենի մեր դիրնումը սան չկա չէ, թառամել է սրտից վարդը։ Սապազով ու դան չկա չէ, ամենմատ իրանն է քաշում դարդիման հանդան չկա չէ, բոլոր կծկան քաշեն դարի, ուրակ սիրտ անգամ չկա չէ։ Դարը խոսքով սիրտս խուցից, վադի ձեռնեմ են գուլամիս, դոստ իրես դուշմանին դավի, յադի ձեռնեմ են գուլամիս, մեկ չէ, ուշը աշխարհը շատի ձեռնեմ են գուլամիս, էհի բարբերացել է ասը բարբերան շատ չէ։ Սարդ նվարի ամենցալներ
Նրանք գտնում էին ինքնին հետ խոսելու, իրեն հանդարտեցնելու և կյանքի ճշմարտությունը, կյանքում ընդունված կարգերը ի վերջո հասկացնելու հնարավոր։ Այն համոզվելու արդեն օգտասարացնող, ամեն մարդ չի կան եջատի շահով շքար սարացնողա, որդիզի լևի պարկիվը դու շաքար սարացնողա, հաստարաշ չետ չկոդին չկոդինքար սարացնողա, բուրտի խասմի, բուրտի հնսմի, բուրտի սոյբատ խաղերն, բուրտի ժամ, բուրտի պատարակ, բուրտի սիրով կաղերն, թեբուր հոգուտ կան պիսան մարմինը պետամաղերն, բուրմի դարդիկ դիմանով բուր ջրատար սարացնողա։ Սայաթնովայի աշխարհն իրականում շատ բարձր է և հասկանալի։ Նրա ապրելու և գործելու կերպն այնքան ազնիվ ու ճշմարտախոս, նրա սերը այդքան բացահայտ է ու ողերգում։ Այդ աշխարհն է լեցուն խարդավանքներով, այդ մարդիկ են նրա շուրջը հարկած անհավատության, բամբասանքի ու զրպարտության։ Այդ մարդիկ են, որ ծավեցին ու նախանձեցին, բայց նաև այդ նույն մարդիկ հոգու խորքում հասկացան, որ մեծ էր Սայաթնովան, որ հզոր էր Սայաթնովան, որ իրականում աշխարհին էր Սայաթնովան։